Շքեղ ընդունելություն, ոսկե թագ եւ երկրի բարձրագույն պարգևները։ Առաջին հայացքից Միացյալ Նահանգների նախագահի այցը Հարավային Կորեա կարող է թվալ դաշնակցային ջերմ դրվագ։ Սակայն դիվանագիտական կուլիսներում 21-րդ տարի ամենաթեժ տնտեսական եւ տեխնոլոգիական հակամարտությունն է, որի գլխավոր դերերում Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինփինն են։ Վաղն առավոտյան մենք հիանալի հանդիպում ենք ունենալու Չինաստանի նախագահ Սիի հետ եւ բազմաթիվ խնդիրներ լուծվելու են։ Ես շատ լավատես եմ եւ ես քիչ թե շատ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում։ Քանի որ գիտեք, մենք խոսել ենք նրանց հետ։ Մենք առանց նախապատրաստվելու չենք գնում հանդիպման, բայց Չինաստանի հետ հարաբերությունները շատ լավն են, այնպես որ կարծում եմ, մենք շատ լավ արդյունք ենք ունենալու մեր երկրի եւ իրականում ամբողջ աշխարհի համար։ Հարավային Կորեայի նախագահ Լի Չեմյոնի հետ հանդիպմանը Թրամփը նվեր ստացավ ոչ միայն երկրի բարձրագույն շքանշանը, այլև հնագույն ոսկեթագի կրկնօրինակ որպես խաղաղարար։ Թրամփը կարծես նորից է մտել խաղաղության Նոբելյան մրցանակի համար մրցավազքի մեջ։ ԱՄՆ նախագահը նորից հիշել է եւ նույնիսկ ձեռքերով ցույց տվել, ինչպես է հաշտեցրել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, անգամ ճիշտ արտասանելով երկրների անունները, բայց այս անգամ սխալվել է կորուստների հարցում, նշելով միլիոնավոր զոհերի մասին։ Եթե նայեք Ադրբեջանին, պատերազմը շարունակվում էր կարծում եմ 38 տարի, այնպես չէ, եւ նախագահ Պուտինը զանգահարեց ինձ ու ասաց. «Զարմանալի է, որ մենք չենք կարողանում այդ պատերազմը կանգնեցնել։ 38 տարի դա շարունակվեց, միլիոնավոր մարդիկ զոհվեցին, եւ մենք դա արեցինք։ Եվ երկու երկրները եկան Սպիտակ տուն սկսեցին ավելի ու ավելի մոտենալ։ Մեկ ժամ անց նրանք խաղաղության մեջ գրկախառնվում էին»։ Վաշինգտոնը Սեուլից ակնկալում է ոչ թե սիմվոլիկ, այլ իրական ոսկի՝ 350 միլիարդ դոլար ներդրումների տեսքով, որը կորեական կողմը պարտավոր է կատարել, սակայն չի կարողանում համաձայնեցնել դրա կառուցվածքը ու ժամկետները։ Այսպիսով նույնիսկ դաշնակցի հետ հարաբերությունները կառուցվում են տնտեսական ճնշման տրամաբանությամբ։ Թրամփի քաղաքականությունը քայքայում է Կորեայի տնտեսությունը եւ վերացնում աշխատատեղերը, իսկ նրա մոտեցումը միակողմանի է եւ հարկադրական։ Մենք կարծում ենք, որ սա խաթարում է մեր ազգային ինքնիշխանությանը, քանի որ այս քաղաքականությունը վնասում է մեր տնտեսությանը եւ զբաղվածությանը, ուստի մենք ընդդիմանում ենք դրան։ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Սիի հետ քննարկել Nvidia-ի գերժամանակակից Blackwell AI չիպերի վաճառքի հարցը։ Սրանք պարզապես միկրոսխեմաներ չեն, այլ այն ուղեղներն են, որ սնուցում են արհեստական բանականությունը, ռազմական տեխնոլոգիաները, մի խոսքով ապագայի տնտեսությունը։ Պարծիք կա, որ ԱՄՆ սահմանափակելով դրանց արտահանումը Չինաստան, փորձում է դանդաղեցնել իր գլխավոր մրցակցի տեխնոլոգիական առաջընթացը։ Չինաստանի հիմնական զենքը հազվագյուտողային մետաղներն են։ Այդ 17 քիմիական տարրերը, առանց որոնց անհնար է պատկերացնել սմարթֆոնից մինչև F-35 կործանիչի արտադրությունը, գրեթե ամբողջությամբ վերահսկում է Պեկինը։ Արգելափակելով դրանց արտահանումը Չինաստանը կարող է կաթվածահարանել արևմտյան բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։ Սա Պեկինի պատասխանն է ամերիկյան մաքսատուրքերին եւ տեխնոլոգիական սահմանափակումներին։ Մյուս կողմից արևմուտքի եւ մասնավորապես ԱՄՆ-ի խոցելի կետը միևնույն ժամանակ Չինաստանին զսպող գործոնը Թայվանի սիլիկոնե վահանն է։ Աշխարհի ամենաառաջադեմ միկրոչիպերի ավելի քան 90%-ը արտադրվում է Թայվանում։ Համաշխարհային տնտեսության կախվածությունը թայվանական այս արտադրանքից այնքան մեծ է, որ կղզու վրա Չինաստանի հնարավոր ռազմարշավը կհանգեցնի համաշխարհային տնտեսական կոլապսի, որից կտուժի նաեւ ինքը Չինաստանը։ Այսպիսով միկրոչիպերը դարձել են ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական զսպման գործիք։ Ինչպես է այս գլոբալ շախմատային պարտիան անդրադառնում Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի վրա։ Առաջին հայացքից անուղղակիորեն գերտերությունների յուրաքանչյուր քայլ ինչ որ պահի հասնում է բոլորին։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։